Վրաստանի Նորշեն Ծղարդպիլա գյուղում 45-ամյա Ալվարդ Գևորգյանին ճանաչում են ոչ միայն որպես բարեհամբույր համագյուղացու, այլև որպես հմուտ վարորդի։ Տիկին Ալվարդը կամ վարորդական աշխարհում հայտնի Նանոն արդեն 33 տարի է ավտոմեքենայի ղեկին է։ 78 թվից վարել եմ մեքենա, փոքրուց ունեցել ենք Պոբեդա, հետո դրանից հետո Մոսկվիչ, դրանից հետո իմ բաբայի կրուզավիգն եմ քշել, Կազ-53 մեծ մեքենա գյուղի մեջ, ասենք տաշտեր-մաշտեր եմ գնացել, եթե եմ քշել։ Ավտոմեքենա վարելու հմտությունը նա ձեռք է բերել 14 տարեկանում հորից։ Նանոն ժպիտով հիշում է, որ նրան դեռ մանկուց արու զավակի բացակայության պատճառով տղայի նման են մեծացրել։ Նա ավարտել է հաստոցաշինական բաժինը, սակայն իրեն հոգեհարազատ է համարում վարորդի մասնագիտությունը, որը միայնակ մոր համար ոչ միայն ապրուստի միջոց է, այլև հաճելի զբաղմունք։ 15 տարի առաջ նայում են հիանում էին, ասում ոնց կարաս քշես, դու ես վարում, ոնց ես սովորել։ Իսկ հիմա արդեն սովորական է, բոլորն էլ քշում են։ Երևան-Վրաստան ճանապարհը երկար է, մոտ 5-ից 6 ժամ։ Նանոն աշխատում է եւ ցերեկը, եւ գիշերը։ Իսկ վատ եղանակային պայմանները հմուտ վարորդի համար արդեն վաղուց արգելք չեն հանդիսանում։ Լինում է, մեկ-մեկ շփոթում են, ասենք մեկը կանգնած է լինում, դե ճանապարհը երկար է, մեր ասենք օրինակի Թիֆլիս եմ գնում, ոչ թե միակ Հայաստան, տարբեր տեղեր։ Ասում եմ օգնեմ, որ կանգնում են կամ կանգնես ապեր, հետո ասում եմ ինչով կարամ, վայ կներեք։ Նա վայելում է ուղևորների վստահությունը։ Մեկ անգամ Նանոյի հետ ճանապարհ անցածը հաջորդ անգամ արդեն նախորդ է շտապում տեղ զբաղեցնել նրա միկրոավտոբուսում։ Նանոն ոչ միայն հմուտ վարորդ է, նա նաև փորձառու ավտոտեխնիկ է։ Ես եմ սարքում, որը կարողանում եմ, բացի ասենք մեծ բաներից, որ ասենք մաթորը խփի, դա չեմ կարա։ Ընտանիքի անդամները Նանոյի աշխատանքի նորմալ են վերաբերում։ Սկզբնական շրջանում տղան էր առարկում, չէր ուզում, որ մայրը մեքենա վարեր։ Իմ տղան էլ ուզում է, օրինակամը չվարեմ, ասում եմ հələ մի քիչ էլ վարեմ, հետո ինքը կվարի։ Բայց Նանոն ասում է, որ ժամանակի հետ նա էլ է արդեն համակերպվել։ Ինչպես բոլոր վարորդները, այնպես էլ Նանոն մեկ-մեկ խախտումներ անում է, սակայն ճանապարհային ոստիկանները այսպես ասած աչք են փակում։ Պահեր եղել է, խախտել եմ շատ մեծ խախտումներ չէ, իհարկե չնչին խախտում են, ներել են, գնահատել են, ու ես իրեն շատ գնահատում եմ։ Նանոյի համար անհաղթահարելի ճանապարհներ չկան, նրան ուժ է տալիս իր ուղևորների հարգանքն ու սերը։ Աշխատանքը շատ սիրում եմ, նամանավանդ, որ ժողովուրդն էլ հարգում են, հարգալից, սիրով գնում գալիս են։ Անի Դալեքյան, Աշոտ Հովհաննիսյան, Բարի լույս հայեր։